Ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ մասնակցող Մայր Հայաստանը ներկայացրել է իր 10 առաջարկները։ Առաջին կետը երաշխավորված խաղաղությունն է։ Առաջին, դա հայկական բանակի վերականգնումն է, որը պետք է ձգտի դեպի պրոֆեսիոնալիզմի։ Մեր պատկերացման անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը դաշնակցային հարաբերությունների վերականգնումն է։ Իշխանությունը Հայաստանի բանակցում է Ադրբեջանի հետ առանց միջնորդի։ Հետևաբար մեզ միջնորդ երաշխավոր է պետք։ Երկրորդ կետով Մայր Հայաստան կուսակցությունն առաջարկում է հավասարակշռված դիվանագիտություն։ Հավասարակշռված դիվանագիտություն նշանակում է Հայաստանը չի դառնալու աշխարհաքաղաքական ուժերի բախման թաթերաբեմ, Հայաստանը չի օգտագործվելու որպես հակառուսական գործիք արևմտա-թուրքական շրջանակների ձեռքում, Հայաստանը չի մտնելու գլոբալ հակամարտությունների տիրույթ, այլ Հայաստանը համադրելու է աշխարհի ուժեղների շահերը, իր հարաբերությունները լավացնելու է բոլոր հարևանների հետ։ Որպես անվտանգության ապահովման բաղադրիչ առաջարկվում է տնտեսության աճ, դրույթներ կան նաև հարկային դրախտավայրի արժանապատիվ թոշակի մասին։ 27 թվականից եւ փուլային տարբերակով հետագայում ավելացումների տրամաբանությամբ առաջարկում ենք հետեւյալը. նվազագույն թոշակի չափ սահմանել 100,000 դրամը, սա իրական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է։ Այստեղ ոչ պոպուլիզմ կա, ոչ ինչ-որ հավելագրում եւ այլն։ Եվ յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդ տարվա ինֆլյացիայի չափով ինդեքսավորել, այսինքն բարձրացնել թոշակը այն չափով, որ ինֆլյացիա է եղել։ Մատչելի եւ որակյալ կրթություն, վարկային գերության եւ բանկային ռեկետի բացառում, առողջ մարմնում առողջ հոգի, Երևանը խելացի եւ մատչելի մայրաքաղաք ու մեգա նախագծեր Հայաստանի համար։ Մայր Հայաստանը նաեւ առաջարկում է չեղարկել մինչեւ 5 միլիոն դրամի տույժ տուգանքները եւ խոստանում է տոտալ պայքար մղել ահագնացող տեմպերով աճող թմրամոլության դեմ։ Այս 10 կետերը, որը պարոն Թևանյանը ներկայացրեց, շատ կարեւոր են։ Դրանք պետք է իրականացվեն։ Բայց մենք դա կարող ենք իրականացնել այն ժամանակ, երբ որ մենք լինենք միասին, մենք տարբեր ենք, բայց մենք պետք է միմյանց հանդուրժողը լինենք։ Մայր Հայաստան կուսակցությունը առաջարկում է հանդուրժողականություն եւ համերաշխություն։ Ես ուղղակի մի կետի վրա կուզենամ անդրադառնալ երաշխավորված խաղաղության վերաբերյալ, որտեղ առանց երաշխավորված խաղաղության ես ուղղակի հավաստիացնում եմ, ոչ մի տնտեսական զարգացում չի լինի, մարդկանց կենսամակարդակի զարգացում չի լինի, մարդկանց սոցիալական բարեկեցություն չի լինի, որտեղ առանց երաշխավորված խաղաղության մենք Հայաստանը չի կարող լուրջ ապագա ունենալ։ Հնչեցված գաղափարները կքննարկվեն ու կհամալրվեն նաև առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակում։ Անդրանիկ Թևանյանը վստահեցնում է, ներկայացված 10 առաջարկներն իրատեսական են, հաշվարկված ու փաստարկված։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։